Они всегда были около своей церкви, не имея государственности. Церковь сохраняла армянскую идентичность. Какая ситуация у нас? Мы достигли 21 века. У нас государственность. И на церковь начала атаку партия, которая должна была защищать премьер-министра. Мы не понимаем, что может заставить армянина идти против своей же церкви. А что власть идет против церкви? Պարոն Կարապետյան, Պարոն Կարապետյան, դուք եկեղեցի իշխանություն ես հակամարտության ելքը ինչպես եք տեսնում, արդյոք Փաշինյանի իշխանությանը կհաջողվի հեռացնել կաթողիկոսին, ինչ որ ամեն գրող չեն փորձի դա անել, ո՞նց եք տեսնում լուծում այս ամենը։ Հեռացնելը հայ ժողովուրդն է ընտրում այոց հայրապետին եւ հեռացնելը չկա այդպիսի ընթացակարգ հեռացնելու։ Դե կետեր է նշել իր կաթողիկոսի թեկնածուին կարծես ունի ճանապարհին քարտեզ ունի ընթացակարգ չկա, մեր եկեղեցին չունի ընթացակարգ հեռացնելու։ Այդպիսի բան չկա։ Դե գուցե ճշմարիտ դիմեն, պարոն Կարապետյան։ Սահմանադրությունը չի թողում եկեղեցուն ու պետությանը, որ խառնվեն իրար։ Եկեղեցին առանձին է, պետությունը առանձին։ Քաղաքական ճնշումները, պարոն լծակները, պարոն Կարապետյան։ Հազարատ լծակ կարող են գործարկել, չի աշխատի, չի լինի։ Կարապետյան, եկեղեցու եւ պետության անջատելու հետ կապված մենք Պարոն Կարապետյան, 2020 թվականի հարաբերությամբ ամենայն հայոց մատուցումը պահանջում էր աշխարհիկ իշխանության առաջնորդի վարչապետի հրաժարականը։ 23 թվականին երբ հարցրեցին գործընկերներից մեկը արդյոք պահանջը ուժի մեջ ասաց, որ պահանջը համացել է։ 24 թվականին երբ որ Սրբազան շարժումը տեղի ունեցավ եւ բարձրաստիճան հոգեվորականը Բագրատ Արգեբիսկոպոս Գալստանյանը հառաչում էր։ Ձեր դիտարկմամբ այս բոլոր գործողությունները արդյոք հոգեվոր իշխանության միջամտություն չէին աշխարհիկ իշխանության։ Պատասխան։ Եկեղեցու